Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին անգլերեն զրոյից եւ դասապատրաստում դասընթացն է եւ այսօր մեր դասի թեման 3 շեշտադրում 1 բառի մեջ։ Լսել եք այսպիսի արտահայտություն կամ այսպիսի բան, երբևիցե լսել եք, ինչ է սա նշանակում։ Այն, որ անգլերենի շեշտադրումը տարբերվում է հայերենի շեշտադրումից, հասկացանք։ Այն, որ անգլերենի շեշտադրումը կախված է խոսքի մասերից, սա էլ հասկացանք։ Այն, որ անգլերենի շեշտադրման համար անհրաժեշտ է բառը ճիշտ վանկերի բաժանել, սա էլ հասկացանք։ Այն, որ անգլերենի շեշտադրման համար պետք է տարբերակել երկար եւ կարճ ձայնավորները, սա էլ հասկացանք։ Այն, որ անգլերենի շեշտադրման համար այլևս չթվարկեմ, բայց որ անգլերենում մեկ բառը կարող է ունենալ մի քանի շեշտադրում, սա կարևոր թեմա է, որը բացատրության կարիք ունի։ Հիմա հերթականությամբ, հիշեցման կարգով։ Սկսենք հայերենից։ Համեմատենք անգլերենի հետ կամ հակառակը, անգլերենը հայերենի հետ եւ հասկանանք, ինչպես հեշտ սովորել օտարլեզու չունենալով նմանություն մայրենի լեզվի հետ։ Եթե ասում ենք, որ հայերենում շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա, արժե արդյոք բառը վանկերի բաժանել, ինչպես անգլերենում, եթե բառին նայելով երևում է վերջին ձայնավորը, որի վրա դրվում է շեշտը։ Բացառությունների մասին առայժմ չենք խոսում։ Հայերենում խոսք գնում է երկար եւ կարճ ձայնավորների մասին, իհարկե ոչ։ Ինչ եք կարծում, անգլերենի շեշտադրումը նման է կամ մոտ է հայերենի շեշտադրմանը։ Կրկին իհարկե ոչ։ Ուրեմն, ինչ պետք է անել անգլերեն լեզվի վանկատմանը տիրապետելու եւ դրա հիման վրա բառը շեշտադրելու համար, որից էլ բխում է մեկ այլ կարևոր հանգամանք։ Բառի ոչ ճիշտ վանկատումը, սխալ վանկի վրա շեշտադրումը կարող է փոխել բառի իմաստը, որի պատճառով սխալ կընկալվի խոսքը խոսակցի կողմից, որը չկա հայերենում, նման բան հայերենում չկա։ Ուրեմն, ինչ պետք է անել։ Պետք է սկսել պարզից բարդ, հեշտից դժվար։ Բառի վանկատման եւ շեշտադրման հաջորդ քայլերին անցնելու համար անհրաժեշտ է նախօրոք դիտել որոշ տեսահոլովակներ եւ այնուհետեւ անցնել հաջորդ քայլին։ Այստեղ տեղադրում եմ այն տեսահոլովակները, որոնք պետք է անպայման դիտել կամ եթե դիտել եք, կրկին դիտել։ Ուրեմն այդ թեմաները transcription բաժնից, բոլոր տեսահոլովակները, հաճախ դրվող հարցեր բաժնից, դաս 13 վանք եւ շեշտ, դաս 14, որտեղ է դրվում անգլերենի շեշտը, դաս 18, որտեղ է դրվում երկվանք բայերի շեշտը անգլերենում, եւ դաս 19, ինչպես է վանկի շեշտը փոխում բառի իմաստը։ Իսկ phonetics հնչյունաբանություն բաժնից 19-րդ դաս տարբերություն կա նախորդ 19 եւ այս 19, մեկը հաճախ տրվող հարցեր բաժնից է, մյուսը հնչյունաբանության բաժնից, ինչպես բառը բաժանել վանկերի կամ տողադարձանել։ Ահա այս տեսահոլովակները դիտելուց հետո, ամրապնդելուց հետո կանցնենք մեր հաջորդ քայլին, կսովորենք ինչպես կարող է անգլերենում մեկ բառի մեջ 3 շեշտադրում լինել։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, goodbye։